Անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Քանի որ ուղիղ եթեր ձևաչափ է, սիրելի հայրենակիցներ, ավանդաբար խորհրդարանական քարոզարից հետո տեղի են ունենում խորհրդարանական խմբակցությունների բրիֆինգները եւ խմբակցությունները պարտավորեն պատասխանել նաեւ լրագրողներին հուզելով հարցերին։ Բայց հաշվի առնելով, որ այսօր մայիսի 8-ն է, գայթակղությունս մեծ է հենց առաջին իսկ խոսքով շնորհավորել մեր հայրենակիցներին եռատոնի, վիրավոր եռատոնի առիթով, հույս ունենալով, որ ի վերջո մեր երկիրը ներսից կազատագրվի եւ մեր երկրի ներսից իրական ազատագրումը մի օր կբերի ամբողջական ազատագրման։ Բայց հաշվի առնելով, որ այսօր նաեւ քարոզարշավի մեկնարկ է, բոլոր ընտրությունների մասնակից կուսակցությունները զբաղված են ընտրարշավով, բնականաբար որպես հին հեռուստատեսության աշխատած մարդ հասկանում եմ, որ բոլոր ռեսուրսները, լրատվամիջոցներն ուղղել են քարոզարշավին։ Դրա համար այսօր, այսպես ասեմ, բրիֆինգը տեղի չի ունենա, բայց քանի որ եթերում ենք, ես կուզեմ մի Factor TV-ի ներկայ լավ, լսենք Անին, հետո Factor, Պարոն Մանուկյան, երեկ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենք չեն մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին եւ պատճառաբանեց քարոզարշավով։ Նախ ինչպես կմեկնաբանեք, որ քարոզարշավի պատճառով Հայաստանի ղեկավարությունից ըստ երևույթին Փաշինյանի ասացից այդպես հասկացվեց, որ որևէ մեկը ներկա չի լինելու։ Արդյոք սա ավելի չի լարի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, թեև նշեմ, որ առաջին անգամը չէ, որ Փաշինյանը չի մասնակցելու շքերթին։ Գիտեք, դպրոցներում երեխաներ կային, չէ՞, փորս է ցավում, չգիտեմ, էս է եղել, այն է եղել, ու այդպես բարբերաբար դասերից բացակայում են։ Երկիր մեդիայում աշխատելու ժամանակ մի լրագրող ունեի, որը կարծեմ 8-րդ անգամ տատի հուղարկավորությանը մասնակցելուց հետո խնդրեցի իր տատիների ցանկը տա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող ասել, օրինակ կորոնավիրուս է վարակվել մի օրով, երկու օրով, եւ այդպես պլստար մայիսին չգնա։ Լուրջ չի, ցավոք սրտի, եթե Փաշինյան ընտանիքի ներկայացուցիչ է ինքը լիներ, գլուխը քարի, ինչ ուզում էին, թող ընտանիքում անեն, բայց ցավոք սրտի առայժմ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա լուրջ չի, որովհետև վերանալով ներկայիս քաղաքական միջազգային հարաբերություններից, մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակ է նայել, որովհետև հայրենական մեծ պատերազմին եւ ընդհանրապես երկրորդ աշխարհամարտին տարբեր երկրներով հայ ժողովուրդը անվերապահ մասնակցություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմին եւ ֆաշիզմի ջախջախման այդ գործողություններին։ Եվ այդ առումով այսպես բարբերաբար խռովկան չխռովկան վերաբերմունքով բնականաբար վնասում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Կհիշեք, օրերս ոչ պաշտոնական իշխանական ռեսուրսով քարոզարշավին գյուղերից մեկում մեկ ասաց լավ գազ տվեցիր Պուտինին, ակամա այդ պահին մտքումս ուրիշ բան եկավ, այդ գազ տալով ոգևորվելու հետևանքը նույն գազով բոլոր մեր հայրենակիցների վրա է տարածվել։ Եվ ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ խոշոր տերությունների հետ այդպես մանր անչափահաս երեխայի նման չեն վարվում։